Առաջին անգամ Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նստաշրջանը, որը քննարկում է ավանդական հեռուստատեսության ապագան։ ՌԱՀ-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ 42-ից ժամանած հեռուստատեսության եւ ռադիոյի ներկայացուցիչները քննարկում են մեդիա դաշտի վերադասավորումների վերաբերյալ վերջին տարիների ամենաակտուալ հարցը։ Մի կողմից ինտերնետի զարգացումը, օնլայն հեռուստա ընկերությունները կամ օնլայն հեռարձակումները, մյուս կողմից կաբելային հեռուստաընկերությունների գործունեությունը ընդհանուր ցանկի մեջ մեր Free TV բաց եթեր ունեցող հեռուստաընկերությունների ապագան իհարկե ամենակարևորագույն հարցերից մեկն է։ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելենա Քրեյգի պնդմամբ ինտերնետի զարգացումը ավանդական հեռուստատեսության համար լուրջ խնդիր է առաջացրել, որովհետև ինտերնետը դինամիկ զարգանում է, հեռուստատեսությունը փորձում է վերադասավորվել այդ զարգացմանը զուգահեռ։ Հեռուստատեսությունները հիմա ամեն ինչ անում են, որպեսզի ուշադրություն դարձնեն բովանդակությանը, փորձում են ավելի ժամանակակից բովանդակություն ապահովել, ավելի շատ ուղիղ եթերների վրա աշխատել։ Կարգավորող մարմինների տիրույթում միայն կաբելային ու հեռարձակվող հեռուստատեսություններն են։ Ինտերնետ TV-ները չեն լիցենզավորվում, բայց ավանդական հեռուստատեսություններից խլում են գովազդատուներին։ Այս առումով ավանդական TV-ն ու ինտերնետային հեռուստատեսությունները հայտնվել են մրցակցության մեջ, բայց կանոնակարգվում է միայն ավանդականը։ Մինչև հոկտեմբերի 21-ը կարգավորող մարմինների ղեկավարները հենց այս խնդիրները կքննարկեն Երևանում։ Զորա Փարոյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։